Աննա Հակոբյանը սկսել է պատասխանել վիրավորանքներին, հայհոյանքներին և լկտի խոսքերին, պաղվածքին իր անձի և առհասարակ իրենց ընտանիքին վերաբերող։ Սա երկար ժամանակ էր, որ տարածվում էր, մարդիկ էին հայտնվում եթերներում, համացանցում, որոնք վիրավորում էին Հայաստանի վարչապետի տիկնոջը լրիվ անիմաստ տեղը և առհասարակ վիրավորելու համար որևէ իմաստ, որևէ դրդապատճառ չի կարող լինել։ Եթե քննադատում եք, խնդրեմ քննադատեք ինչքան ուզում եք, բայց չի կարելի ոչ միայն Աննա Հակոբյանին, այլ որևէ այլ անձի, կլինի իշխանական, կլինի ընդդիմադիր, վիրավորել, անձնական բնույթի վիրավորանքներ, ինչ-որ անհեթեթ մեղադրանքներ, իրանք փորձ են արել միշտ Աննա Հակոբյանի սարքել երկրորդ Սաշիկ և ներկայացնել, որ Աննա Հակոբյանը թալանում է երկիրը, Աննա Հակոբյանը հավաքում է բիզնեսմենների փողերը և դա յուրացնում է, այսինքն իրենք կեղծ կերպարը, այն Սաշիկի կերպարը կպցնում են Աննա Հակոբյանի վրա, որպեսզի փորձ անեն այն, ինչ որ ժամանակին արվել է իրանց դեմ, բայց այդ ժամանակին արվածը իրականությունն էր, մարդիկ էին դա խոսում, ոչ թե հորինում էին, այլ ժողովրդի մեջ էր մեկը մյուսին տարածում։ Իսկ հիմա կոնկրետ գիտենք ում լրատվականները ինչեր են տարածում, կոնկրետ ում հրամանով, ում սցենարով եւ ժամանակներ իհարկե այս ամեն ինչի մասին խոսելու, այո, պետքա պատասխանել բոլորին։ Ժամանակին, եթե ինչ-որ մեկը Սերժ Սարգսյանի մասին կամ նրա ընտանիքի կամ հարազատների մասին բան ասեր, այդ մարդկանց եթե չսատկացնեին, այդ մարդկանց սպառնում է շատ լուրջ քրեական պատասխանատվություն։ Շատերը լցվել են բանտերը, ովքեր չեն հիշում, ուրեմն իրանք Հայաստանի Հանրապետությունում երբեք չեն ապրել, թե ինչպիսի ավտորիտար ռեժիմ էր տիրում Սերժ Սարգսյանի ժամանակ, եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում գիտեն բարդակա, իրանք օգտվում են այդ վիճակից, բայց Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը այլ ոչ թե բարդակ, եւ պետք է դրանք տարբերել եւ պետքա բոլորը ստանան իրենց համարժեք պատասխանը։ Մենք չգիտենք Աննա Հակոբյանը ինչերի մեջ է թաթախված կամ թաթախված է թե ոչ, դա մեզ այդքան չի հետաքրքրում, որովհետեւ դուք չունեք ապացույցներ, դուք ուղղակի օդում խոսում եք, վիրավորում մարդկանց, փորձում եք նրանց կերպարը վատով ներկայացնել ժողովրդին, նրանցից սարքել բոբոներ, որ հետո ժողովուրդը հիասթափվի այս մարդկանցից, բայց անիմաստ տեղը։ Բոլորին պատասխանելը բնականաբար պետքա նաև այս ամեն ինչը անցնի դատական պրոցեսներով, պետքա պատասխանատվության ենթարկվեն իրենց լեզուները երկարացնողները, հայոյողները, վիրավորողները, անկախ ում ուզում է լինի Սերժին, ուզում է լինի Փաշինյանին, ուզում է լինի Ռոբերտ Քոչարյանին։ Չի կարելի մարդկանց վիրավորել, հայոյել, կան դատարաններ, ունեք ապացույցներ, մտեք դատարաններ, կանչեք քրեական պատասխանատվության ձեր իսկ ձեռքի տակ գտնվող ապացույցներով, ասում է Նիկոլ Փաշինյանը Մարսելում տուն է գնել 3 միլիոն դոլարով։ Նիկոլ Փաշինյանը անգամ իր սեփական ատամները, որ այդքան խոսում եք ինչի չի սարքում եւ այլն, այդ ատամները նույնիսկ չի սարքել։ Արդեն 7 տարի է Նիկոլ Փաշինյանը վարչապետ է եւ այդ ատամները չի սարքել։ Դուք խոսում եք 3 միլիոն դոլարանոց տան մասին, Մարսելում շքեղ ինչ-որ առանձնատուն են ցույց տալիս, ու սա այն ամեն ինչից հետո, երբ որ արդեն Փաշինյանը գրում էր տերտերների մասին, փոխադարձ ինչ-որ հակահարված փորձեցին տալ Փաշինյանին, բայց Փաշինյանին կոռուպցիայի մեջ մեղադրելը ուղղակի անիմաստ է։ Նախ դուք չունեք ապացույցներ, օդում ով ուզում մեղադրում է, բայց մենք որ ասում ենք այս ինչ մարդը մանումենտում կամ Վահագնի թաղամասում ունի դղյակ, բոլոր այդ մարդիկ համաձայնվում էին, որ իրենք ունեն դղյակ ու բացատրում էին, թե որտեղից այդ դղյակները, իհարկե բոլորին պարզ էր, թե որտեղից, բայց ասում են աշխատել ենք։ Ինչ եք աշխատել։ 400,000 դրամով նախարար ու ունեք 4 միլիոն դոլարանոց դղյակներ, սրանց հետևից գնացեք ձեր երկիրը թալանողների, ոչ թե ինչ-որ ստեր հորինեք, որ թալանվածը ուրիշ մարդիկ պահեն։ Եվ այսպես ուշադրություն, Հայաստանի Հանրապետության իշխանությունները կարող են ստեղծել մի իրավիճակ, երբ որ Գարեգին Բ. կաթողիկոսը ստիպված կլինի հեռանալ իր եկեղեցական գահից,
Իհարկե ազգային անվտանգության ծառայությունը մեծ ինֆորմացիա է տիրապետում, թե որ եկեղեցականը որտեղ ինչ է անում, ինչ ունեցվածքի է տիրապետում եւ առհասարակ ինչով է հասել այդ ունեցվածքին, եւ քանի որ եկեղեցականներ են, նրանց նկատմամբ պետքան հրապարակումներ չեն արվել, բայց բացահայտումները կան, ուղղակի պահվում են իրավապահների ձեռքի տակ, դրանք չեն հանրայնացվում կամ չեն ուղարկվում դատարաններ, որպեսզի դատարանով հարցերը կարգավորվի։ Շատ մարդիկ ասում են, որ դա իշխանության գործը չի, թե որ հոգևորականը ում հետ է ապրում, ամուսնացած է, թե չէ, կամ ինչ ունեցվածք ունի, դա հոգևորականների գործն է եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը իրավունք չունի մտնել եկեղեցական ներքին խոհանոց եւ հարցեր բարձրաձայնել։ Մենք կարծում ենք, որ դա երբեք տեղի չէր ունենա, եթե հոգևորականները չփորձեին Հայաստանի Հանրապետությունում իշխանությունների դեմ գործողություններ իրականացնել։ Միջև իշխանությունները անդրադարձ կատարեցին հոգևորականներին, արդեն իսկ հոգևորականները ամեն գնով փորձում էին իշխանությունը զավթել, օգտագործելով Բագրատ Գալստանյանի ջանքերը, ստանալով աջակցություն Հայաստանի նախկին իշխանությունների կողմից, բայց իհարկե դա ձախողվեց, դա տեղի չունեցավ։ Այսինքն իրանք ստեղծեցին մի հատ պայմաններ, երբ որ արդեն Նիկոլ Փաշինյանը ուզած թե չուզած պետքա ընդուներ մարտահրավերը եկեղեցականների կողմից իրեն հրավիրված եւ իհարկե պետք էր պատասխան տալ հոգևորականներին, ինչպես որ հարկն է։ Հայաստանի Հանրապետությունում շատ քիչ են մնացել մարդիկ, ովքեր որ այցելում են եկեղեցի ու դա շատ ցավալի է, մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին այցելել եկեղեցի, պահպանել մեր ազգային ավանդույթները, ազգային արժեքները, քրիստոնեությունը, հայ առաքելական եկեղեցու դարերից եկած հայապահպանման գաղափարները, անկախ նրանից, թե ովքեր են այսօր հոգևորականներ, եկեղեցին չի պատկանում հոգևորականներին, եկեղեցին պատկանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որոնք այցելում են եկեղեցիներ։ Իհարկե նաև պետք է անդրադարձ կատարենք կոռուպցիային, աղոթք անել, հետո գումար վերցնել, օրինակ ամուսնացնել զույգերին, հետո գումարը դնել գրպանը, կնունք անել, հետո գումարը դնել գրպանը, դա ներկայացնելով որպես եկեղեցուն ուղղված քո կամային նվիրաբերությունը։ Շատերը սրան եւս տվել են պատասխան, ասելով, որ բա ինչով ապրեն այդ մարդիկ Հայաստանի եւ Հայաստանից դուրս ապրող միլիարդատերերից պարբերաբար ստանում են օգնություն, պարբերաբար ստանում են գումարներ, եւ մենք չենք ասում, որ բացարձակ մի տվեք գումար, ցանկության դեպքում իհարկե միայն, բայց գնալ տերտերի հետ գին բարիշել, որ ինչքանով ես ամուսնացնում, ինչքանով ես կնքում, ինչքանով ես թաղմանը աղոթք ասում, սա խայտարակություն է, երբ որ Հայաստանի քաղաքացիներին տերտերները գնացուցակ են ներկայացնում, մարդիկ պետք է իրանց կամքով, իրանց գրպանի չափով որոշեն այդ գումարը տան թե չտան։